Ողջույն բոլորին, կներեք քեսից անջատվեց, քանի որ խոյա դեռ չեմ էլ ուզում միացնել հատուկ։ Օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 7-ի համար։ Մենք հիմա նայում ենք խոյերին, ուղղակի անջատվեց։ Ես արդեն խառնել եմ, արդեն գցել եմ։ Այստեղ եւս ինչ-որ բան եմ բաց թողել։ Ահա։ Եվ կշարունակենք խոյերին նայել։ Հուսով եմ չի անջատվի էլի։ Հարգելի խոյեր, այդ օրը երկար սպասված ոչեմ, այս դեպքում արդեն զանգ կարող ստանալ կամ տեղեկատվություն, որից հետո կարող ինչ-որ մեկին զանգել։ Նաև օրվա ընթացքում կտրուկ ոչե քայլ կանեք, կտրուկ ոչե որոշում կկայացնեք, անսպասելի նաև ինչ-որ մի բան տեղի կունենա օրվա ընթացքում։ Նաև ինչ-որ բան է, որ բացի ձեզանից ձեզ մոտ էլ ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա։ Գուցե այդ հեռախոսազանգն է, գուցե այդ ինչ-որ երկար սպասված բանն է, որ անգամ չեք սպասում, ինչ-որ անսպասելի է լինում։ Նաև ճանապարհ կարող եք գնալ կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան, մտքերի մեջ եք լինելու, կմտածեք ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բանի մասին, նաև Եվ զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, ոչե ոլորտ, որ ոլորտը որ կանգնած է, գուցե անձնականն է, ֆինանսականն է, աշխատանքն է։ Գուցե աշխատանքի եք փնտրում, ոչ մի տեղից ձայն-ձուն չկար, մեկ էլ սկսում են իրար հետևից զանգահարել, կանչել հարցազրույցի, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 7-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, կտատանվեք, ծանոթ կանեք, ընտրության առջև կանգնած կլինեք, երկար սպասված նաև ոչե նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ է, որին երկար եք սպասել, հեռախոսազանգ, նաև կարող հեռախոսազանգին եք սպասել, կտրուկ ոչե քայլ կանեք, ինչ-որ մի բան կտրուկ կորոշեք, անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա,
Սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի օրվա ընթացքում, բայց ասեմ, որ բավականին ուշ է լինելու դա, մոտավորապես 2 ամիս պետք է սպասեք ինչ-որ մի բանի։ Նաև կարող եք խոսել այդ օրը կամ հանդիպել որևիցե մասնագետի հետ և լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, ինչ-որ մի բան կփոխվի ձեզ մոտ և կարիերայում նույնպես տարբերություն կա, ինչ-որ փոփոխություն կա նաև ձեր կարիերայում։ Գուցե պատվերներն են սկսում, այդպես առաջ գնալ կամ աշխատանքն է առաջ գնում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 7-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օր ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն, ձեզ չմոլորեցնեն, նաև դա կարող է լինել ինչ-որ անսպասելի լուր, փուչիկի նման ինչ-որ մի լուր պայթի։ Կփորձեք այդ օրը ձեր գործերը առաջ մղել հնարավորինս շատ։ Ուշադրություն պետք է դարձնել ձեր առողջությանը կամ հոգնածություն ուղղակի օրվա ընթացքում զգաք և ուզենաք հանգստանալ, եթե այդպես կպած առաջ տանեք ձեր գործերը, բնական է կհոգնեք։ Երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, ոչ է նամակ կստանաք կամ փաթեթ, փաստաթուղթ, ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Եվ լուսավոր մի բան է տեղի ունենալու, որից բավականին տրամադրությունը ձեր կբարձրանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 7-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օր ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լի կլինեք, բայց խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթարեք, այստեղ սպասման մեջ է խոչընդոտը, ինչ որ մի բան չի գալիս, ինչ որ մեկը չի գալիս, խոչընդոտներ կան, հա, դրա համար դեռ սպասում եք։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք եւ այնտեղ էլի կարող ինչ որ ժամերով սպասում եք դեռ ինչ որ մեկին կամ ինչ որ բանի։ Ձեր գործերը այդ օրը կփորձեք առաջ մղել, որքան հնարավոր է։ Հեռախոսազանգ կունենաք, կսպասեք ինչ որ կարող մեկն է գալիս ձեզ մոտ կամ դուք եք ճանապարհ գնալու եւ ելք եք փնտրում ոչամասնագետի հետ ինչ որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 7-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը անսպասելի հանկարծակի լուր կլսեք, ձեր գործերը կզարգանա, առաջ կգնա, այն ոլորտը, որը կանգնած էր, որը դոփում էր նույն տեղում, հա, դա առաջ կգնա, կզարգանա, եւ այդ օրը նաեւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարիքով տղամարդու հետ։ Դա կարող է լինել մասնագետ, դա կարող է լինել այստեղ եւս սա էլ կա, էմոցիոնալ կլինեք այդ օրը բավականին, նաեւ դա կարող է լինել ձեր ծնողը, ինչ որ մեկը, որ կամ պետական աշխատող։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 7-ին։ Սա իրենը չի, այսպես անեմ։ Հարգելի կույսեր, ինչ որ խառը օր է։ Կտրուկ ինչ որ անսպասելի ոչ մի բան տեղի կունենա կամ դուք կտրուկ ոչ որոշում կկայացնեք, հուզվում եք, այստեղ արտասվում եք, գնում եք հիվանդանոց կամ հիվանդատես կամ ոչ բժշկի կամ դրա համար եք հուզվում, որ գնալու եք բժշկի, կոսմետոլոգի մոտ եք գնում եւս էլի հուզվում եք այդ process-ը, որ պետք է կատարվի ձեզ վրա։ Դրանից է։
Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոնը, որ գնում եք, դա կարող է լինել նաև ուսման կենտրոն, ժառանգության հետ կապված հարցեր, մեծ եկամուտ, դա կարող է լինել նաև ինչ-որ մեկտեղից վարկ ձևակերպեք, վարկ վերցնեք։ Այսքանը ձեզ համար կամ պետք է մեծ գումար վճարեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին մայիսի 7-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը տան հետ կապված հարցեր եմ առաջ կմաղեք, միգուցե վերանորոգում եմ, միգուցե ուբորկա եք անում, մնացել էր եւ հիմա ոնց որ առաջ կմաղեք դրանք։ Նաեւ դա կարող է տունակ փնտրումը, այդ օրը ավելի շատ տան փնտրտուքներով զբաղվեք, որ գտնեք ինչ-որ մի բան։ Եվ օրվա ընթացքում վիճում եք ինչ-որ մեկի հետ, ոչ թե մարդկանց հետ էլ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ փաստաթղթերի հետ կապված հարցեր են, որոնք որ պետք է անեք, լուծեք, նաև դա փաթեթ է կարող եք ստանալ։ Եվ երեկոյան կամ հանդիպում եք կամ շփվում եք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 7-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք։ Նաև օրվա ընթացքում հանդիպում կամ այդ տղայի հետ է կապված, ինչ որ հնարավորություն կամ հանդիպելու, կամ շփվելու իր հետ, կամ մասնագետ է, այդ օրը չեք հանդիպում, հետո արդեն չեք կարողանում իրեն տեսնել,
մի խոսքով ուշադիր եղեք այդ պահով։ Գումար կստանաք այդ օրը, նաև գումար կծախսեք, մի փոքր կարող նեղվել, միգուցե գումարի հետ է դա կապված, որ նեղվում եք, նաև կարող արտասվել, կարող հուզվել, չի բացառվում, նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 7-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոմանց սերկ խոստովան են կամ դուք սերկ խոստովան եք դիմացինին, նաև ձեր սիրված կզգաք, ձեր շրջապատում, սիրելիների շրջապատում կլինեք, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ դուք ձեզ լավ կզգաք, նաև հնարավորություն եք բաց թողնում ինչ-որ հիվանդանոցի հետ կապված, միգուցե բժշկի հետ է կապված։ Դա կարող է օրինակ այս պահին իրեն էր հարմար, ձեզ հարմար չեղավ եւ այդպես չեք կարողանում իրար հանդիպել։ Նաև օրվա ընթացքում ձեր գործերը կփորձեք որքան հնարավոր է առաջ մղել, ինչքան կարող եք առաջ կմղեք այդ ժամանակ եւ նաև գումար կստանաք, գումար կարող եք ծախսել, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևէ մասնագետի հետ։ Գիտեք, մինչև գործերը առաջ տանել, այստեղ տատանվում եք ինչ-որ մի բանի հետ է կապված։ Միգուցե նաև գումարը ծախսելու հետ է կապված, կոնկրետ հենց այդ մասնագետին հանդիպելու հետ է կապված կամ ինչ-որ կիսվելու հետ է կապված, ինչ-որ պահեր են դա։ Ավելի շատ քան գործերն եք առաջ մղում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 7-ին։
հարգելի այճեղջուներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մարդկանց եք սպասում, ինչ-որ բանի եք սպասում, երկար ժամանակ սպասում եք, գուցե պատասխանի, գուցե ինչ-որ բան է, որ այդպես երկար տրամադրում եք ձեր ժամանակը դրան, ոնց որ ուրիշ բաներով չեք զբաղվում, դե չկա այստեղ, ամենայն դեպս։ Վիճում եք, այստեղ կտրուկ կարող եք որոշում կայացնել, կտրուկ քայլ անել և դա կարող է լինել վեճը։ Վիճում եք ձեր գործերը առաջ տանելու համար, հնարավոր նաև առաջ եք տանում, բայց վեճի գնով է դա տեղի ունենում, կվիճեք դիմացինի հետ։ Եվ ոմանք սիրո խոստովանություն կստանան, սիրո խոստովանություն կանեն, նաև ձեր սիրված կզգաք, միգուցե որ ի վերջո հիմա թե գրվի միջոցով է, վեճի միջոցով է, միևնույնն է, հասակ ձեր նպատակին, նաև կարող ժամադրության գնալ, ձեր հարազատների շրջապատում լինել այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Գուցե ձեր հարազատներին եք սպասում, ձեր սիրելիին եք սպասում, եւ ուշքի միտքը ինքն է դրա համար միայն իրանով եք, ոնց որ սպասումը միայն դա էր, ոնց որ առավոտի երեկոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 7-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը գումար կամ կստանաք կամ նաև գումար կծախսեք, բայց այստեղ ճանապարհին վիճում եք, հուզվում եք, արտասվում եք, եթե դուք եք վարում, ուշադիր եղեք, եթե դիմացինն է վարում, հատկապես պետք է ուշադիր լինել եւ չվիճել, կամ ճանապարհի համար է ինչ-որ կողմ հուզվում եք, որ ինչ-որ մեկը տեղ է գնալու եւ այդ պահով եք, հուզված եւ չեք թողնում, որ գնա, վիճում եք։ Նաև օրվա վերջ կտատանվեք, ինչ-որ հարցի շուրջ տատանվում եք, մտածմունքների մեջ կլինեք, ինչ-որ ոնց որ մարդը կոնկրետ որոշում չի կարողանում կայացնի, դրա համար տատանվում է։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 7-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև կփորձեք ձեր գործերը բավականին առաջ մղել, այնինչ որ կա, միայն ուշադիր եղեք, այստեղ վիճում եք ձեր ընտանիքի անդամների հետ կամ ձեր սիրելիի հետ, իրար ինչ-որ չափով չեք հասկանում, բայց հետո ուրախ եք և անցնում է այդ պահը, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լցված, և երեկոյան քնելուց առաջ ինչ-որ մի բան ձեզ կարող է տանջել, տատանվեք, ծանր ու թեթև անեք, ընտրության առջև կանգնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։